որովհետև այն ինչ որ Աստված մեզանից ամեն մեկից սպասում ունի, երբ որ մենք Աստծո սպասումները սպասած այն ինչ որ ինքը մեզանից սպասում է, մենք դնում ենք գործի մեջ, դրա պտուղը երևում է մեր կյանքի մեջ։ Բայց երբ որ մենք ուղղակի, չգիտեմ, գիտենալով հանդերձ, թե ինչ է Տերը մեզանից սպասում, բայց մենք ապրում ենք այնպես ոնց որ մենք ենք ուզում, դրա պտուղներն էլ ենք մենք քաղելու։ Երկու տարբերակի մեջ էլ մարդը պտուղը իր կյանքում քաղում է։ Դրա համար մինչև որ այն հիմնական բանը կասեմ, նախաբանի պես մի քանի բան ուզում եմ ասել։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մարդկությունը Աստծո փառքից ընկավ մեղքի պատճառով։ Ու մարդու ներսը քանդվեց, կարելի ասել։ Ու պետք էր որ մարդը վերականգնվեր ու դրա պատճառով Հիսուսը ինքը եկավ երկիր, որպեսզի ինձ ու քեզ նորից վերականգնի այն դիրքի մեջ, որ Աստված ստեղծել էր մեզ դրա մեջ լինելու եւ դրա մեջ քայլելու, ապրելու։ Բայց մի բան կա։ Այն ամեն ինչ որ Հիսուսը արել է ու շարունակում է անել, մեծ կապ ունի թե ես ինչպես եմ արձագանքում Հիսուսի արածին։ Որովհետև ուրիշ է որ մենք Աստծո խոսքից շատ լավ գիտենք թե Հիսուսը ինչ է արել, ուրիշ է որ մեր ամենօրյա ապրած կյանքի մեջ մենք այդպես քայլում ենք։ Օրինակ Աստծո խոսքի մեջ մենք շատ ծանոթ տեղից կարդանք իրար հետ ու անցնեմ հիմնական ասելիքից։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 16-րդ համար։ Շատերը անգիր գիտեն այս համարը։ Հարցականով է գրած, ասում է, չգիտեք, թե Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո հոգին ձեր մեջ կբնակվի։ Եթե մեկը Աստծո տաճարը ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է եւ դուք եք այդ տաճարը։ Հարց է տալիս, չգիտեք, որ Աստծո տաճար եք։ Կարելի է հարցին պատասխանել, գիտենք, որ մենք Աստծո տաճար ենք։ Հետաքրքիր է, երբ որ Աստված հարցնում է, չգիտեք, որ Աստծո տաճար եք, միանգամից ասում է, չգիտեք, որ Աստծո տաճարը, որ Աստծո հոգին ձեր մեջ է բնակվում, եթե մեկը Աստծո տաճարը ապականի։ Դրանից հետո խոսում է ապականության մասին։ Այսինքն հնարավոր է, որ մենք որպես Աստծո տաճար ապականենք այն ինչ որ կա մեր ներսում ու ինչ որ Աստված մեզանից սպասում է, դրան հակառակ ապրելով։ Հիմա այս որպես Աստծո տաճար մի քիչ ավելի խորը գնալու համար մի քանի բան ուզում եմ ասել։ Մենք գիտենք, որ տաճարը 3 մասից էր բաղկացած։ Գավիթ, սրբարան ու սրբության սրբոց։ Մենք մարդիկս 3 մասից ենք բաղկացած՝ հոգի, շունչ, մարմին։ Նույն խորհրդապատկերն է մեր կյանքի մեջ ու ինչ որ կար այդ թե գավիթում, թե սրբարանում եւ թե սրբության սրբոցի մեջ Աստված մեր մեջ ուզում է տեսնել։ Օրինակ, երբ որ տաճարը կառուցվում էր, Աստվածաշնչում պարզ հստակ գրած է. մինչև տաճարի կառուցվելը Աստծո փառքը չէր գալիս։ Ոչ մի բան տեղի չէր ունենում։ Երբ եկավ Աստծո փառքը։ Երբ որ Աստծո տաճարը ամբողջությամբ կառուցվեց, չէ՞։ Հիմա բաներ կա, որ մենք պետք է նայենք։ Օրինակ, ես հավատում եմ որպես խորհրդապատկեր, հավատում եմ Աստծո կամքն է, որ իր փառքը, իր ներկայությունը բնակվի մեր մեջ։ Աստված ինքը հաճենում է, որ բնակվի մեզանից ամեն մեկի մեջ։ Հիմա ուզում եմ մի քիչ մտածենք իրար հետ, էլի։ Եթե Աստծո հոգին, մենք ասում ենք Աստծո հոգին մեր վրա է։ Չէ՞, տենց է, չէ՞։ Հակառակն չեմ ասում։ Աստծո հոգին մեր վրա է։ Դրանից պետք է մի բան մեր կյանքում լինի։ Այսինքն Աստծո ներկայությունը չի կարա Սուրբ Հոգին մեր մեջ լինի, բայց մենք ներկայությունից հեռու լինենք։ Եթե չկա մեր կյանքի մեջ Աստծո ներկայությունը, ուրեմն ինչ որ մի բան են չի։ Ուրեմն կառույցը ամբողջական չի։ Ուրեմն մեր կյանքում այն ինչ որ պետք է լիներ, որ Աստծո փառքը կամ Աստծո ներկայությունը մեզանից տարածվեր, պետք է մեր կյանքում ուրեմն ամեն ինչ իր տեղում լիներ, որ այդ ներկայությունը հորդեր մեզանից։ Օրինակ, հիշում եք Հիսուսը ինչ էր ասում Հովանու ավետարանի մեջ 7-րդ գլուխ 37-րդ համարից սկսած։ Ասում է տոնի վերջին օրը Հիսուսը կանգնել էր աղաղակում էր ու ասում էր. ով որ ծալավ է, թող գա ու խմի։
Ու ինչպես որ գիրքն ասում, եկեք այդ համարը կարդանք։ Ուզում եք չկարդալ։ Տոնի վերջին օրը Հիսուսը կանգնել էր աղաղակում էր ու ասում էր. եթե մեկը ծարավ է թող ինձի գա ու խմի, նա որ ինձի հավատա, ինչպես գիրքն ասում։ Ինչպես հավատա։ Ինչպես գիրքն ասում, ով որ տենց հավատա, նրա փորից կենդանի ջրի գետեր պիտի բխեն։ Սա ասեց հոգու համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին, որովհետև Սուրբ Հոգին տրված չէր տակավին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր։ Ուշադիր կարդացինք այս հատվածը ինչ ասում։ Ասում է, նա որ ինձ կհավատա, ինչպես գիրքն ասում։ Նրա փորից կենդանի ջրի գետեր պիտի բխեն։ Ու ասում է, սա ասեց այն հոգու համար, որ պետք է տրվեր իրան հավատացողներին։ Մենք ժողովուրդ ուզում եմ, որ մենք մի բան մեր կյանքի մեջ վերցնենք։ Եթե Սուրբ Հոգին եկել է մեր վրա, որպեսզի մեզանից այդ ջրերը հոսեն, այդ հորդի է իր ներկայության փառքը, ինչը կարա պատճառ դառնա, որ մեր կյանքի մեջ Աստծո ներկայությունը չկա։ Ես հավատում եմ ու հավատում եմ մեզանից յուրաքանչյուրը վստահ եմ, որ ուզում ենք, որ այս երկրի մեջ քայլելու ժամանակ որտեղ մտնես, քո վրա այդ Աստծո ներկայությունը տարածվի։ Այսինքն մտնես մի հատ միջավայր, օրինակ հասարակ մտնես մի հատ խանութ, քո վրա եղած ներկայությունը մարդիկ զգան։ Օրինակ մի հատ բան ասեմ։ Հովանու ավետարանի մեջ 16-րդ գլխում եկեք այդ համարն էլ կարդամ։ Ես ոնց որ թե մի քիչ ուրիշ տեղ ունեցում, ուրիշ բան էի պատրաստել, բայց вообще ուրիշ տեղ գիտում։ Նայեք ինչ ասում։ 16-րդ գլուխ 7-րդ համարից կարդամ լավ։ Բայց ես ճշմարիտ ասում եմ ձեզի, լավ է ձեզի, եթե ես գնամ, քանզի եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզի չի գա։ Բայց եթե գնամ, նրան ձեզ պիտի ուղարկեմ, եւ ինքը երբ որ գա, աշխարհին պիտի հանդիմանի մեղքի համար եւ արդարության համար ու դատաստանի համար։ Մեղքի համար, որ ինձ չեն հավատում, արդարության համար, որ ես իմ հորս մոտ եմ գնում եւ ելից պիտի չտեսնեք, եւ դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Հիմա ուզում եմ ստեղ հարց տամ։ Ասում է, երբ որ ինքը գա, ճշմարտության հոգի, Սուրբ Հոգի, աշխարհին պիտի հանդիմանի մեղքի համար, չէ՞։ Ոչինչ որ հարցեմ, ում միջոցով։ Երբ որ Աստծո ներկայությունը բնակվում է մեր մեջ ու դու մտնում ես ինչ-որ միջավայր, մարդիկ կարան հանդիմանվել։ Երբ որ մենք դառնում ենք Աստծո համար այս կառույցը որպես իր տաճար, այդ ժամանակ շատ բաներ կարա փոխվի թե մեր կյանքում, թե մեր միջավայրում, որտեղ որ մենք գնում ենք։ Բայց խնդիրներ կա, բաներ կա, որ պետք է այս կառույցը ամբողջական դառնա։ Երբ որ մենք օրինակի համար մենք մեր հոգևոր դիրքի մեջ չենք լինում կամ այսօր հոգևոր դիրքի մեջ ենք, հաջորդ օրը հոգևոր դիրքի մեջ չենք։ Բաներ կա մեր կյանքում մենք թույլ ենք տալիս, որ այդ կառույցը դանդաղում է մեր կյանքի մեջ։ Հիմա պատկերացրեք մեկը շենք է սարքում, գալիս է երկու օր, մի հատ, չէ, երկու օր, ասենց երկու քար շարում է, թողում է այդում է։ Մեկ էլ գալիս է մի շաբաթ հետո, երկու քար, ասենց դնում է շարում է, նորից թողում գնում է։ Այդ կառույցը ինչքան ժամանակ կտեմ, եթե ինքը որոշել է 3 հարկանի մի բան կառուցի։ Ոնց որ ասի, ասենք, որպես երրորդություն կամ որ տաճարը 3 մասից էր բաղկացած։ Հիմա որպես այդ տաճարը ամբողջական լինի, որպեսզի Աստծո փառքը գա այդ տաճարի մեջ, մենք պետք է նայենք որպես Աստծո տաճարներ այսօր։ Մենք մեր ներսը ինչպես ենք կառուցում այսօր։ Մեր այդ կառույցը գնում է առաջ, թե չէ։ Մենք ոչինչ որ մեկ խիստ բաներ էլ ասեմ։ Ես սիրում եմ խիստ բաներ։ Մենք արդյոք ամբողջական Սուրբ Հոգու հետ համագործակցության մեջ ենք ամեն օրվա մեջ։ Թե տեղեր կա, որ մենք այս աշխարհի հետ խնամություններ ենք անում ձեռի հետ։
Մենք ուզում ենք, որ Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ հորդի, բայց մեր շրջապատող աշխարհի մեջ շատ բաներ կա տեսնում ենք, ու դրանցից էլ մեկ բաներ կա, որ ցանկանում ենք։ Խնդիրը, պատճառը, թե ինչի համար Աստծո փառքը մեր կյանքի մեջ չի գալիս, այն է, որ մենք շատ անգամ ամբողջական նվիրում չունենք Աստծո մեջ։ Ուզում մի հատ հատվածի մեջ մի հատվածից նայենք իրար հետ։ Էլի շատ ծանոթ մի տեղ։ Անգեի մարգարեության մեջ շատերը գիտեն Անգեի մարգարեությունը ինչի մասին։ Այս ամբողջ Անգեի մարգարեությունը ինքը երկու գլուխ ունի, մի 4 հատ համար, որ առանձնացրել եմ ստեղից։ Որը խորհրդապատկերն է այն տաճարի, որ Աստված ակնկալիք ունի, որ իր ժողովուրդը պետք է կառուցեն։ Ստեղ այն ինչ որ մենք կկարդանք, ես հավատում եմ խորհրդով, նախ մենք որպես դարձել ենք Աստծո տաճար, Աստված մեզ նկատի ունի։ Հիմա նայենք ինչ ասում։ 4 համարից ուզում եմ կարդամ առաջի գլուխ։ Արդյոք ժամանակն է, որ դուք ձեղունազարդ տների մեջ բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա։ Զորաց Տերը այսպես է ասում. ձեր ճամփաների մասին մտածեք, շատ ցանեցիք, բայց քիչ բերեք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավները չանցկացրեց, հագնվեցիք, բայց չտաքացաք, ու վարձքով բանողը ծակ քսակի համար կվաստակի։ Զորքերի Տերը այսպես է ասում. ձեր ճամփաների մասին մտածեք, լեռը ելեք, փայտ բերեք, ու տունը շինեք, եւ նրան պիտի հաճենամ ու պիտի փառավորվեն։ Կշարունակենք, բայց մինչև այդ ստեղ երկու տեղ, որ Աստված հատուկ մի բան աշեշտ։ Ձեր ճամփաների մասին մտածեք։ Ինձ ոչ մի բան պետք չի, որ ինչ-որ մեկ ինչ-որ բան ասի։ Քո ճամփաների մասին մտածել։ Հենց հիմա մտքիդ մեջ անցկացրա, ինչպիսի ճամփաներ ունես քո կյանքի մեջ, որպես Աստծո տաճար։ Ասում եմ, ձեր ճամփաների մասին մտածեք։ Շատ ցանեցիք, քիչ ընձեցիք։ Հագնվեցիք, չտաքացաք, կերաք, չկշտացաք։ Խմեցիք, ձեր ծարավը չանցկացրեց։ Պատճառն ի՞նչն է։ Ի՞նչն է խնդիրը, որ մենք շատ անգամ ինչ-որ պակասություն ենք մեր կյանքի մեջ զգում։ Գիտեք պատճառը որտեղ է։ Որ մենք շատ անգամ մենք մեր դիրքի ու մեր այն բաժնի մեջ չենք, որտեղ որ մեզ Տերը կանչել է, որ մենք լինենք։ Մենք որպես Սուրբ Հոգու տաճար, մենք չենք կարա համ ուզենանք, որ Սուրբ Հոգու հետ շփում ունենանք, համ էլ այս աշխարհի հետ ոչինչ, որ մի քանի բաներ աշխարհից կունենանք մեր կյանքի մեջ։ Աստված ասում է, մտածի քո ճամփաների մասին մտածի։ Չգիտեմ ով է ընդհանրապես ձեր մեջ ժամանակ տալիս մտածելու։ Ես անկեղծ ասեմ, իմ կյանքի մեջ ես համարյա ամեն օր իրիկունը ժամանակ եմ տալի մտածելու, թե ես այսօր ինչ եմ արել։ Արդյոք այսօրվա իմ եղած ապրած կյանքը Տիրոջը հաճելի է։ Նայեք ստեղ ինչ ասում, ասում է լեռը ելեք, փայտ բերեք, տունը շինեք ու նրան պիտի հաճենամ։ Երբ է որ Տերը հաճենում է նայում, հաճենում, երբ որ նայում այդ կառույցը։ Երբ որ ժողովուրդ մենք այն դիրքի մեջ ենք քայլում։ Իրոք մենք մեր ներսը կառուցում ենք։ Ես էլ եմ ասում, մարդու ներսը ավիրված է։ Այդ փոխհարաբերությունը կտրվեց, երբ որ մարդը մեղքի պատճառով այդ հաղորդակցությունը կտրվեց Աստծո հետ։ Ադամը, երբ որ ինքը Եվայի հետ միասին, այն ամեն ինչ որ Տեր իրանց ասել էր անելու, իրանք դրա հակառակը արեցին։ Պարտեզը պաշտպանելու փոխարեն այդ պտուղից կերան, որ պետքա չուտեին, իրանց կապը կտրվեց Աստծո հետ։ Այդ հոգևոր մահը եկավ իրանց կյանքի մեջ։ Հիմա Հիսուսի միջոցով Աստված ուզում է վերականգնի այդ ամեն ինչը։ Այսինքն ոչ թե մենակ վերականգնի, այլ մենք այնքան մեծ արտոնություն ու մեծ պատիվ է մեր համար, որ Աստվածը որոշել է, հաճեցել է, որ իր հոգին մեր մեջ տնի։ Որ ինչ լինի։ Որ ես ուղղակի ասեմ Սուրբ Հոգին իմ մեջ է բնակվում։
Հավատում եմ Սուրբ Հոգին մեր մեջ եկել է նպատակի համար։ Չի եկել, որ ես ասեմ, ես Սուրբ Հոգով մկրտված եմ, Սուրբ Հոգին իմ հետ է։ Սուրբ Հոգին եկել է, որ ես իր հետ համագործակցելով Աստծո գործը առաջ տամ։ Որպեսզի ես դառնամ այն Աստծո համար այն կառույցը, որտեղ կգա իր ներկայության փառքը։ Չգիտեմ, ստեղ ասել եմ, թե չէ, տարիներ առաջ մի ընտանիքի փորձեցի այցելեմ, որտեղ իրանք հոգևորապես հոգևորներ էին ու ինչ-ինչ բանի պատճառով մարդիկ վիրավորվել էին ու եկեղեցի չէին գալիս։ Ես փորձեցի իրանց այցելեմ ու քանի որ իրանք վիրավորվածության արդյունքում եկեղեցի չէին գալիս, առաջի բանը, որ մտածում էի սա էր, եթե ես այդքան միանգամից իրանց հետ Աստծո խոսք խոսամ, հնարավոր է իրանք հակառակն են։ Ասի ես գնալու եմ իրանց տուն ու առաջի բանը, որ պետք է անեմ, փորձեմ իմ մտերմությունը իրանց հետ ավելի խորացնել։ Հենց հեռակա կարելի է ճանաչում էի, շփվում էի մեկ-մեկ, բայց ասի գնամ ավելի մտերմիկ լինեմ իրանց հետ։ Ու հետաքրքիր էր, երբ որ գնացի, առաջին օրը, երբ որ մտել եմ իրանց տուն, ես իրանց հետ ոչ մի հոգևոր բան չեմ խոսացել։ Ուղղակի զուտ նստել եմ իրանց հետ շփվել եմ։ Հետո երբ որ ես իրանց տնից դուրս եկա, գնացի, անցավ մի քանի օր, մի երկու օր հետո նորից փորձեցի այցելել իրանց։ Ու նորից նույն տրամաբանությունով, որ պետք է այդամ, ուղղակի ոչ մի բան չեմ խոսա։ Մինչև այդ ժամանակը ոնց որ Տերը ցույց կտա, այլ երբ խոսամ, ինչ անեմ։ Ու հետաքրքիր է, երկրորդ անգամ որ մտա, իրանք ինձ մի բան ասացին։ Ասում դու գիտես անցած անգամ երբ որ դու եկար ինչ եղավ մեր հետ։ Ասում ինչ եղավ։ Ասում երբ որ դու մտար մեր տուն, քո վրա այնքան ուժեղ Աստծո ներկայություն կար, որ ասում եմ, ուղղակի դու մեր հետ ոչ մի բան չես խոսացել, բայց քո գնալուց հետո մենք ամբողջ ընտանիքով ծունկի ենք եկել ու աղոթել ենք ու Աստծուց ներողություն ենք խնդրել։ Ոյսի պատճառը եղավ, որ այս մարդիկ սկսեցին գալ եկեղեցի։ Ժողովուրդ, Աստված ուզում է, որ քո միջոցով դու ելեմ ասում, դու կարող ես, չգիտեմ, քո համար Աստծո ներկայությունը գա քո վրա ու դու, չգիտեմ, կարող ես չզգասել, բայց Տերը ուզում է քո միջոցով դրսևորվի։ Որտեղ մտնես, մարդիկ բժշկություն ստանան, մարդիկ վերականգնում ստանան։ Գիտեք ինչի համար եմ այս հատվածի մեջ այս հատվածը ես կարդում, ասում եմ ձեր կյանքի պակասությունը, պակասության համար պատճառ կա, շատ բաներ կա, ես մի օր մի հատ եղբայրներից մեկի հետ էի խոսում, ինքը ինչ-որ բաների համար դժգոհում էր, ասում լսի, եթե քո մոտ ուզում ես, որ ամեն ինչ նորմալ լինի, այսինքն դու աղոթես միանգամից պատասխանը գա, ինչ-որ հոգևոր կյանքի մեջ քայլ անես, հաջողվես, տեղեր կա, որ Տերը չի թույլ տալի, որ դու հաջողես, որ քո պակասը տենաս, գուցե մի բան են չես անում քո կյանքի մեջ։ Գիտեք, այստեղ Աստված ասում է, դուք շատ ցանեցիք, բայց քիչ ընձեցիք։ Դուք կերաք, բայց չկշտացաք։ Խմեցիք, բայց ձեր ծարավը չանցավ։ Հագնվեցիք, բայց չտաքացաք։ Ինչի համար ասում է ձեր ճամփաների մասին մտածեք։ Երբ որ ասում է բարձրանաս լեռը, փետ բերես, տունը կառուցես, քո հոգևոր տունը, երբ որ դու կառուցես, ասում է այդ ժամանակ կհաճենա։ Գիտեք, երբ որ հաճենա ինչ տեղի կունենա, իր փառքի ներկայությունը կգա քո կյանքի մեջ։ Ես հավատում եմ, Աստծուն հավատացող մարդու փափագներից մեծագույնը սա է, որ Աստծո ներկայություն իր կյանքի մեջ լինի։ Թե չէ, գիտեք ինչն է բանը, որ մեր երկրավոր ապրած տարիների մեջ ոնց որ խաբված կյանք վարես։ Դու այդ մեզ եկեղեցի գալիս ես տուն, այդ մեզ եկեղեցի գալիս ես տուն, բայց երբ որ լեցունություն կա կյանքի մեջ, երբ որ Աստծո հոգին քեզանով գործում է, երբ որ Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ է, քո հոգևոր կյանքի մեջ, քո ապրած կյանքի մեջ դու իմաստ ես առնում։ Գիտես ինչի համար դու կաս երկրի վրա։ Հիմա շարունակության մեջ ինչ է ասում։ Ասում է շատին սպասեցիք, բայց քիչն եկավ։ Երբ ձեր տները բերեցիք, նրանց վրա փչեցի։ Ինչու համար, ասում է Զորքերի Տերը։ Իմ տան համար, որ ավերակ է, մինչև ձեզանից ամեն մեկը իր տնով կզբաղվի։ Նրա համար երկինքը ձեզի պիտի ցողը զլանա,
երկիրների պտուղը պիտի չտա։ Եվ երկրի վրա, եւ լեռների վրա, եւ ցորենի վրա, գինիի վրա, յուղի վրա, գետի բերքերի վրա, գետնի բերքերի վրա, մարդկանց վրա եւ անասունների վրա, ձեռքերի բոլոր վաստակի վրա երաշտ ուղարկեցի։ Ինչի համար։ Ասում եմ շատ բերեցի, ես փչեցի։ Ես այնքան մարդկանց հետ եմ խոսած։ Մեկը կա, որի հետ շփման ժամանակ ինքը ասում էր, գար, ես քիչ փող չեմ աշխատում։ Մեր տուն այնքան շատ փող ա մտնում։ Բայց ասում եմ ամսվա կեսից արդեն մենք չգիտեմ ինչ արվում է փողերը։ Գիտեք ինչ արվում։ Աստված ասում է փչելու։ Ինչի համար։ Որովհետև մեր կենտրոնացվածությունը շատ անգամ ուրիշ տեղ է։ Ոչ թե հոգևոր բաժնի մեջ է, այլ ժամանակավոր բաների մեջ։ Հիսուսը ասում է մարդու կյանքը ստացվածքի ավելանալուց հետ կապված չի։ Ինչքան ուզում է ստացվածքը ավելացրու։ Մեր կյանքի կենտրոնը պետք է մի բան լինի։ Իր հետ մեկանալը։ Իր հետ ավելի խորը գնալը։ Իր մեջ ուղղակի, չգիտեմ, ընկղմվել Աստծո մեջ։ Որովհետև մեր կյանքը դա է։ Հիսուսը չխաչվեց, որ ես շարունակաբար այս երկրի վրա ինչ որ ինձ հաճելի բաներ փնտրեմ։ Հիսուսը խաչվեց, որպեսզի ես էլ իր համար ապրեմ։ Ինքը իմ համար խաչվեց, մեզանից ամեն մեկի համար խաչվեց, որ մենք էլ իր համար ապրենք։ Հիմա շարունակության մեջ երկրորդ գլխից մինչև երկրորդ գլուխը Սև 12-րդ համարից ասում այն ժամանակ Սաղաթելյան Զորաբաբելը մեծ քահանան Հովսեդեկյան Հեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը հնազանդվեցին իրենց Տեր Աստծո ձայնին ու Անգե մարգարեի խոսքերին, ինչպես իրենց Տեր Աստվածը նրան ուղարկել էր եւ ժողովուրդը Տիրոջ երեսից փախավ։ Գիտեք էս ինչ էր։ Ժողովուրդը հայտնություն առան մարգարեի խոսքից, թե իրանց հետ ինչ է կատարում։ Ու մի բան իրանց կյանքի մեջ իրանք որոշում, մենք պետք է հնազանդվենք։ Մենք այն ինչ որ Տերը մեզի ասում է անելու, մենք պիտի գնանք ու դա կատարենք մեր կյանքի մեջ։ Դրանից հետո երբ որ մենք կարդում ենք երկրորդ գլխի 4-րդ համարից, ասում է եկեք երրորդից կարդամ։ Ձեր մեջ ով այս տանը իր նախկին փառավորությունով տեսած է, հիմա նրան ինչպես կտեսնեք։ Միթե սա հնի մոտ ոչինչ բանի պես չէ, ձեր աչքերի առջև, բայց արդ զորացիր, ով Զորաբաբել, ասում է Տերը, եւ ով Հովսեդեկյան Հեսու մեծ քահանա, զորացիր եւ դուք ով երկրի բոլոր ժողովուրդներ զորացեք, ասում է Տերը ու աշխատեցեք, քանզի ես ձեր հետ եմ, ասում է զորքերի Տերը։ Հիմա նայեք ինչ ասում ստեղ։ Ասում է զորացի ու աշխատի, որովհետև ես քո հետ եմ։ Գիտեք, երբ որ ես ու դու որոշում ենք կայացնում մեր ներսը կառուցելու, այդ շինարարության ժամանակ Տերը քեզ մենակ չի թողում։ Ինքը քո կողքին կանգնում է քեզ զորացնելու, որովհետև տենում է դու ճիշտ ընթացքի մեջ մտար։ Ես մեկ շատերին ասում եմ, գիտեք, մեր դժվարության ժամանակ, մեր նեղության ժամանակ լիքը բաներ կա մեր կյանքի մեջ։ Այնպես չի, որ Տերս ես կայնած ասում է, հələ հաջողվի տնա, ոնց ես հաջողվում։ Հələ արա տնա ինչ ես անում։ Մեր Տերը տենց չի։ Ինքը մեր կողքին կանգնում է մեզ զորացնում, որ մենք ավելի գնանք։ Մանավանդ, երբ որ ես ու դու ճիշտ բաներ ենք սկսում անել։ Մանավանդ, երբ որ ես ու դու Աստծո կամքի համեմատ բաներ ենք սկսում անել։ Տերը այդ ժամանակ մեր հետ է լինում։ Ոնց որ ստեղ ինքը ասում է աշխատեք ու զորացեք, որովհետև ես ձեր հետ եմ։ Գուցե երեմ ասում, մեր ներսում մենք մեզի շատ լավ ճանաչում ենք, չէ՞։ Գիտենք մեր ներսում ինչ կա։ Եթե ուշադրություն դարձնենք,
Հիսուսը ինքը երբ որ խոսում էր մարդկանց հետ, մանավանդ փարիսեցիների ընդհանուր, ինքը մեզ չէր, մենակ փարիսեցիներ ուղղում այդ խոսքը։ Ինքը մարդկանց ներս ավելի շատ էր շեշտում։ Ինչ կա մարդու ներս։ Այս երևացող այս գավիթի ոլորտի մեջ ինչը որ երևում է, հա, նորմալ է։ Գուցե շատ սիրուն է։ Մարդը իրան պահել գիտի։ Ինքը վարժվել է իր նիստուկացի մեջ, ինքը ոնց պետք է անի։ Մենք գիտենք մարդկանց հետ ոնց վերաբերվենք։ Մենք չգիտեմ, էլի, շփման մեջ շատերից շատ բաներ սովորում ենք, վերցնում ենք, չէ՞։ Բայց Տերը ուզում է մեր ներսը ճիշտ լինի։ Եթե մեր վերաբերմունքը արտաքինի մեջ մարդկանց հետ շատ լավ է, մենք մարդկանց շփվում ենք, ամեն ինչ մեր վերաբերմունքը շատ իդեալական ոլորտի մեջ է։ Աստված գնում է մեր ծածուկ ներսը ու տնի այնտեղ ինչ կա։ Արդյոք ընդեղել եմ ես տենց։ Այնտեղ երբ որ շինարարությունը ճիշտ ընթացք ունի, մենք դառնում ենք իրոք Աստծո տաճար։ Այդ բառ կա, էլի ուզում այդ բառը շեշտեմ։ Այս ինչ որ ես ասում էի, հիմնական այս բառը, որ շատ ուժեղ կպավ իմ սրտին։ Ասում է լերը ելեք, փայտ բերեք, տունը շինեք եւ նրան պիտի հաճենա։ Երբ որ Աստված հաճենում է, ինքը ուզում է բնակվի տեղ։ Աստված չի բնակվի տեղ, որտեղ կեղտոտ բան կա, մեղք կա, չգիտեմ, աշխարհի հետ խնամություն կա, մարդը թույլ հոգևոր կյանքի մեջ է ապրում։ Ինքը ուզում է լինի եկեղեցում, բայց համել աշխարհի, օրինակ շատ երիտասարդներ կա, որ մեկ-մեկ որ խոսում եմ, մեկ-մեկ անկեղծ որ ասեմ, իմ ուղեղի մեջ չի տեղալ։ Մարդը ոնց կարող հոգևորը աշխարհիկ ընկեր ունենա։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորում։ Կարող է ես եմ հետամնաց, չգիտեմ։ Բայց ժողովուրդ չի կարա էլի։ Ասեմ, ես որ ապաշխարել եմ, ես ընկերներում էի։ Ես հենց ապաշխարության իմ հաջորդ օրը իմ ընկերներին ասացի, ես եկեղեցի եմ գնում։ Ու լավ կլինի, որ դուք էլ գաք։ Եթե դուք չգաք, մենք էլ չենք շարունակելու իրար հետ։ Անկեղծ եմ ասում։ Իմ ընկերները սկզբնական ժամանակ իմ հետ եկան։ Բայց այդ ընկերների մեջ մենք 6 հոգի էինք, որ մշտական իրար հետ էինք։ Այդ 6-ի մեջ մենակ ես մնացի։ Այսօր ես իրանց դուրսը տենում եմ, բայց մեր շփումը մենակ մեծ բարևով։ Ես իրանց հետ ճանապարհ չեմ քայլում, որովհետև այն ճանապարհի մեջ, որ Տերը կանչել է ինձ քայլելու, եթե ինքը չի ուզում այս ճանապարհի մեջ մտնի, ես իրանց ճանապարհի մեջ չեմ մտնի։ Բայց իմ համար անբացատրելի է, որ շատ մարդիկ, ասենք մատր հպարտությամբ իմ ընկերն է։ Եթե քո ընկերը, չգիտեմ, ինքը քո ընկերն է ու դուրդ գալիս է իր արժեքները, իր կյանքը, իր արած արտահայտությունները, իր ապրած կյանքը, ուրեմն դու իրան նման ես։ Ինչքան էլ եկեղեցու ես։ Մեր ներսը պետք է համապատասխանի այն կառույցին, ինչ որ Տերը մեզանից ուզում է։ Հարց է տալիս։ Տերը հարց է տալիս։ Չգիտեք, որ Սուրբ Հոգու տաճար եք։ Գիտեմ Տեր։ Ու դրանց տես ով որ ապականի։ Ով որ ապականի, ես էլ կապականի։ Այսինքն եթե դու որոշել ես քո ներսը ապականես, Աստծուն ինչ աննալու։ Շատ տեղերում մեզի հանդիմանելով, խրատելով, կփորձի բերի մեզի այն դիրքի մեջ, որի մեջ մեզի կանչել է։ Բայց եթե ես շարունակաբար առակացում այդ լավ համար կա։ Նա շատ հանդիմանված մարդ է, եթե իր վիզը հաստացնի, մի օր կկոտելնի ու բժշկություն չի գտնի։ Տերը շատ անգամ կարա հանդիման, որտեղ ինքը մեզի սիրում է։ Որպեսզի մեզ բերի այն դիրքի մեջ, որ իր փառքը լցնի մեր կյանքի մեջ։ Որ այս աշխարհը տենա, որ Քրիստոս մեր մեջ է բնակվում, իր Սուրբ Հոգու միջոցով։ Հիմա մենք ինչ ենք անում, որպեսզի Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ իր փառքը դրսևորի։ Եկեք մի հատ էլ համար կարդամ։
ուրեմն Անգեի երկրորդ գլխի 15-րդ համարից։ Ուրեմն հիմա այս առաջին օրը ուրեմն հիմա այս օրից առաջ ես արմատահայերն փորձում մեր լեզվով դրա համար մի քիչ բան անելու ուրեմն հիմա այս օրից առաջ եղածի վրա մտածեք եւ դեռ Տիրոջ տաճարի մեջ քարը քարի վրա դրված չէր այն ժամանակ երբ մեկը 20 քորձորենի դեզի մոտ կգնար 10 քորձորեն կգներ ու երբ իր գինի ավազանի մոտ կգնար հնձանից 50 մար հանելու 20 մար կհաներ ձեզ եւ ձեր ձեռքերի բոլոր գործերը խոշակահարությամբ եւ դալուկով եւ կարկուտով զարկեցին սակայն ինձի չդարձաք ասում է Տերը հիմա այս օրից առաջ եղածի վրա մտածեք Տիրոջ տաճարի հիմնարկության օրվանից 9-րդ ամսվա 24-րդ օրից առաջին օրից առաջ եղածի վրա մտածեք հունտը տակավին ամբարի մեջ է եւ որտնատունքն ու թզենին եւ նռնենին ու ձթենին դեռ պտուղ չտվին այս օրից սկսած պիտի օրհնեմ այս օրից սկսած պիտի օրհնեմ Աստված ասում է մատ հետ նայ այն որ քարը քարի վրա հələ դրած չէր ու հիմա որ սկսել ես դնել ասում մտածի այդ ամեն ինչի վրա ասում քանի որ դու խոսքը լսելուց հետո սկսեցիր համապատասխան քայլերը անել ասում սրանից հետո պետք է սկսեմ օրհնել քեզ գիտեք մեր ոնց ասեմ նպատակը օրհնությունը չպետք է լինի նախ եւ առաջին մեր նպատակը պետք է լինի իրան հնազանդվելը ու իրան ուզենալը Տեր ուզում եմ որ իմ մեջ ապրես Տեր ուզում եմ որ քո հետ քայլեմ այս երկրի վրա Ենովքի համար ինչ է ասում Ենովքը 65 տարեկան էր եւ սկսեց քայլել Տիրոջ անունը կանչել քայլել Աստծո հետ 300 տարի քայլեց ու Աստված իրան վերցրեց որ մահ չտեսնի վերցվելուց առաջ էր Եբրայեցիս թղթում ասում վկայություն եղավ որ ինքը Աստծուն հաճելի էր Հեն որ նոր կարդացինք երբ որ կառուցես ասում ես կառույցը դրանից հետո պիտի հաճենա Աստված ուզում է որ ես ու դու այս հոգևոր ընթացքի մեջ ոչ թե ուղղակի չգիտեմ շեշտը դնենք մեր կյանքում եկեղեցի գնալ գալու վրա շատ լավ է եկեղեցի գնալ շատ լավ է պետք է արժեքավոր է կարևոր է բայց Աստված մի բան է ասում քո եկեղեցի գալուց այն ինչ որ կլսես գնա ապրի Աստված շեշտը դրա վրա է դնում Աստված չի ասում արի ես քեզ գիտությամբ լցնեմ այն ինչ որ չգիտես կիմանաս իմաստությունդ կշատանա ամեն ինչ լավ կլինի Աստված այս շեշտը չի դնում Աստված ասում է այն ինչ որ ես քեզ ասում եմ ուզում եմ որ դու գնաս դրա մեջ ապրես Եթե սենց ասեմ էլի Եթե Աստծո շեշտը դրած ուներ մենակ իմ եկեղեցի գնալ գալու վրա Հիսուսի խաչը այն ինչ որ ինքը մեր համար արեց Ուզում ասեմ որ աղքատ բանի համար խաչվեց Հիսուսը Սա չի Հիսուսի խաչվելու նպատակը Հիսուսի խաչվելու նպատակը իմ ու քո համար հետևյալն է որ ես ու դու շարունակենք այն գործը որ ինքը անում էր այս երկրում Հիսուսը ինչ ասեց լավ է որ ես գնամ Երբ որ ես գնամ Սուրբ Հոգին կուղարկի եւ հետո ինքը ասում է ու այն գործերը որ ես եմ գործում դուք էլ պիտի գործեք ու դրանից ավելի մեծ գործեր պիտի գործեք որովհետեւ ես իմ հորս մոտ եմ գնում երբ այդ գործը պետք է գործենք ինչ պետք է լինի որ ես գործեմ Հիսուսի գործը այն ինչ որ ինքը եկել էր անելու ես հավատում եմ երբ որ մենք Սուրբ Հոգուն մեր կյանքի մեջ տեղ ենք տալիս որպես Աստծո տաճար որ ինքը բնակվի մեր կյանքի մեջ որ ինքը դրսևորի իրան մենք պետք է շատ ուշադիր ու շատ զգուշ լինենք ինչ է Տերը մեզանից ուզում ամենօրյա կտրվածքով ոչ թե շաբաթը մի օր կիրակի օր ամենօրյա կտրվածքով Տերը ինձանից ինչ է ուզում
Ուզում եմ ձեր աղոթքի բովանդակությանը մի հատ նայեք։ Հավատում եմ, որ բոլորս աղոթում ենք։ Մեր աղոթքի մեջ կետ ունենք, ամեն օրվա մեջ, որ ասում ենք, անկեղծ դու քեզ քննի։ Տեր, ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Թե մեր աղոթքի կետը մեծամասամբ սա է։ Տեր, ինչ ես ուզում իմ համար անես։ Երբ որ մենք տեղերը փոխենք ու սկսենք իր համար անել, Տերը գիտի մեզ ինչ անել։ Երբ որ մենք դառնում ենք կենտրոնում ոչ թե Հիսուսը, շատ բաներ խախտվում են։ Բայց երբ որ Հիսուսն է կենտրոնում, շատ բաներ ունենում իր տեղը։ Թե մեր տների մեջ, թե մեր, չգիտեմ, աշխատանքի վայրում կլինի, թե ամեն տեղ։ Երբ որ Հիսուսը կենտրոնում։ Երբ որ մենք Սուրբ Հոգու հետ հաղորդացում որպես Աստծո տաճար։ Այս անգեի մարգարեությունը ժամանակի առումով ես շատ բաներ ուղղակի առանձնացրեցի մի քանի կերպ, բայց խորհուրդ կտամ այս անգեի մարգարեությունը հանգիստ, հանդարտ, հանգիստ պայմաններում ձեր տանը ուղղակի ուշադիր կարդացեք։ Նայեք, տեսեք Տերը ինչ է ասում։ Աստված ասում է նախ այս մարգարեության մեջ, քանի որ ասում է դու կենտրոնացել ես քո տան վրա, քո վրա ես կենտրոնացել, դրա համար ասում է ավերակ է իմ տուն ու ես չեմ օգնում։ Բայց հնազանդությունից հետո երբ որ սկսեցին աշխատել, Աստված ասում է հիմա նայի։ Միթե ասում է այն ինչ որ ժամանակին ունեիր նույնն։ Մենք հավատում ենք, չէ՞, Տերը ինչ որ խոստում է տալիս, ինքը իր հսկում է, իր խոստումը իրականություն դառնում։ Աստված չի մոռանում, ինքը մեզ մի քիչ խիստ բան ուզում ասեմ, մեզ չի գայթակղում ինչ որ բանի մեջ ու հետո կայնում ծիծաղում ասի, տես, չէ, մեր Տերը սուրբ է։ Ինքը սուտ չի խոսում։ Ինքը այն ինչ որ ասում է, ինքը իմ ու քո օգտի համար ասում։ Այն որ ես մեր մոտ Աղավնաձորում մի թեմայի շուրջ էի խոսում, երկրորդ օրինացի մեջ ասում է, ով Իսրայել, լսիր, թե քո Տերը քեզանից ինչ է պահանջում։ Այնտեղ 5 կետ է խոսում։ Ու գիտեք այդ 5 կետի մեջ ինչ է ասում։ Ասում է քեզանից պահանջում է, որ իրանից վախենաս, իրան սիրես, իրան պաշտես քո բոլոր սրտով, իրան հնազանդես, իր խոսքը կատարես ու վերջում այդ բան ասում, որպեսզի քո համար լավ լինի։ Չի ասում, Աստված իմ համար լավ լինի։ Աստված ասում է քո համար լավ լինի։ Այսինքն ինչ որ Տերը մեզ ասում է, մեր օգտի համար է։ Իր մոտ ամեն ինչ լավ է։ Եթե ես չգիտեմ, էլի իմ իր հետ չքայլելու արդյունքում իր փառքը չի պակասում։ Չգիտեմ, երկինքը վնաս չի կրում, երբ որ ես հոգևոր ճանապարհից դուրս եմ գալի։ Մեր օգտի համար է Տերը ասում։ Ես հավատում եմ ասում, մեզանից ամեն մեկը, ով որ Աստծո ներկայությունը երբևիցե իր կյանքի մեջ ճաշակել է, հավատում եմ մեզանից ամեն մեկը այս բանը կասի, իմ համար ամենաերանելի պահերն են եղել դրանք։ Ու ես կուզեմ, որ Տերը ուղղակի հագնի ինձ որպես մի դատարկ ձեռնոց ու գործի ես երկրի վրա։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ մեր տան մեջ ամառ էր, մերոնք բալկոնն էի, ես էլ զալում աղոթում էի պահին, այդ իմ աղոթքի ժամանակ այնքան ուժեղ Աստծո ներկայություն եկավ, որ այդ ներկայության մեջ ես նայում էի մեր ընտանիքի անդամները, որ բալկոնում էին, լացելով ասում էի, Տեր, պահին դե թող չգան իրանք ինձ խանգարեն։ Ես ուզում եմ վայելեմ քեզի։ Ու հիշում եմ այդ օրը 2 ժամ 40 րոպե ուղղակի վայելել եմ Աստծուն։ Ու իմ համար են երանելի պահերը եղել են, որ ուղղակի հալվել եմ այդ ներկայության մեջ, ասում եմ, Տեր, ավելի եմ ուզում։ Ժողովուրդ, ուզում եմ ասեմ, Տերը ավելի է ուզում, քան մենք ենք ուզում։ Որ մեր մեջ բնակվի ինքը, մեզանով ինքը դրսևորվի։ Ուղղակի իր փառքը մեր մեջ երևա։ Անկեղծ եկեք տեղեր են եղել, օրինակ երկրպագությունը այստեղ երգում է։ Փորձում է մեզի տանի դեպի Աստված, այդ ներկայությունը, որ մենք վայելենք։ Շատ անգամ մենք մեր տեղը կայնած սովորակ, հա ինչ եղավ։ Խնդիր հեքչախմբի մեջ չի։ Ես հավատում եմ մեր փափագների մեջ։ Ինչպեսի փափագով եմ այսօր տեսնում։
Օրինակ մի հատ բան ասնեմ, ինձ մի պատասխանեք։ Ստե գալուց առաջ ով աղոթե որ Տեր, ուզում եմ այսօր հանդիպեմ քեզի։ Տեր, ուզում եմ որ այսօր այլ չգիտեմ պաշտամունք լինի։ Մի բան, որ իմ կյանքի մեջ հետ կթողի։ Գիտեք, երբ որ մարդը իմիջիայլուզան սովորություն է դառնում մարդը, այսօր կիրակեփվենք պաշտամունքի։ Մեր համար դες պետքա չի լինի։ Ես անկեղծ մի հատ բան ասեմ, այտենց կիրակի չկա, որ ես ինքս ինձ չհարցնեմ, գալիք խի ես այդ։ Այդ մեզ որ ինչ է։ Ոչ թե ես էդի ասում եմ արժեքա զրկելու համար, այլ ես ուզում եմ, որ իմ համար չդառնա սովորություն։ Ես ամեն անգամ մեր տնից դուրս գալուց ասում եմ Տեր, այսօր քեզանից խոսք եմ ուզում։ Չգիտեմ ով է խոսալու, բայց գիտեմ, որ դու կարաս ինձ բան ասես այսօր։ Գիտեմ, որ քո ներկայությունից այսօր ես բաժին պիտի ունենամ։ Գիտեք, երբ որ մենք փափագով ենք գալիս, Տեր այդ փափագին պատասխանում։ Քո մի հատ աղոթքի պատճառով կարաս դե հավաքված ժողովրդի, չգիտեմ, իրանք վայելեն, գուցե ասենք ինչ-որ մեկը ոչ էլ աղոթել է պաշտամունքի գալուց առաջ, բայց քանի որ դու աղոթել ես, քո պատճառով Տերը գա ու շատերը օրհնվել։ Չեմ ուզում շատ երկար ասել։ Մի նախադասություն էլ ասեմ ու աղոթենք իրար հետ։ Աստված իր խոսքի մեջ ասում է, որ հարց է տալիս։ Ես անկեղծ մի հատ բան ասեմ, երբ որ ես Աստվածաշունչը կարդում եմ, ես հարցականին էլ եմ ուշադրություն դարձնում։ Այն ինչ որ Տերը իր խոսքի մեջ երբ, եթե այս բաները անես, ես շատ բաների ուղղակի ուշադրություն դարձնում եմ։ Հիմա այդ հարցականը Տերը հենց այնպես չի դեր, գիտեք, չէ՞, Հիսուսն ինչ էր ասում, երկինքն ու երկիրը կասնի, բայց խոսքից ոչ մի կետ ու նշանակիր չպետք է անցնի։ Այսինքն անգամ այդ կետն ու նշանակիրը հարցականը հենց այնպես դրած չի։ Հարց է տալիս, չգիտես, Գարիկ չգիտես, որ դու Աստծո տաճար ես, գիտեմ Տեր։ Ինչ ենք անում։ Ուզում ենք, որ իր փառքի մեջ մնանք։ Եթե ուզում ենք այսօրվանից, սկսենք մեր կյանքի վրա աշխատել։ Փող զիջման մեջ մի ընկեք, որ մենք վերջին ժամանակներում ենք ապրում։ Մենք այլ ժամանակ չունենք։ Մեր ժամանակը այնքան կարճ է, որ մենք ինչ-որ օտար բաներով էլ զբաղվենք, հոգևոր կյանքին զուգահեռ։ Չէ, մենք հոգևոր կյանքի մեջ պետք է լինենք, այդ զուգահեռ բաները մեր կյանքից պետք է ջնջենք։ Մենք պետք է լինենք Աստծո ներկայության մեջ։